Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Երկրորդումն օրենքի 4-րդ գլուխ։ Մովսես գորտորե Իսրայելը Աստուծո հնազանդելու։ Ուստի հիմա մտի գրե ով Իսրայել, այն կանոններն ու թադավճիրները, որ քեզի կսորվեցնեմ, որբեսի զանոն կործատրելով ապրիս, մտնես այն երգիրը, որ դերը ծեր հայրերուն Աստվածը ցեզի գուտա եւ դիրանաս անոր։ Ցեզի բադվիրած խոսքիս վրա փամը մի ավելցնեք ու անգե փամը մի բաքսեցնեք, այլ բահեցեք դիրոջ ծեր Աստուծույն բադվիրանները, որ ցեզի կհրամայեմ։ Ծեր աչքերը դեսան, ինչ որ դերը փահաղ Փեովրի երավ, որովհետև դերը քո Աստվածդ փահաղ Փեովրի հետևող բոլոր մարդիկը ծեր մեջ են փնաչինչեց։ Բայց դուք որ դիրոջ ծեր Աստուծույն հարեցաք, բոլորդ այսօր ողջ եք։ Ահա ցեզի կանոններ ու թադավճիրներ սորվեցուցի, ինչպես դերը իմ Աստվածս ինձի բադվիրեց, որբեսի զանոն կործատրեք այն երկրի մեջ, ուր պիտի մտնեք անոր դիրանալու համար։ Ուստի զանոնք բահեցեք ու կործատրեցեք, որովհետև ծեր իմաստությունն ու խելացությունը ասիգա պիտի ըլլա ժողովուրդներուն առջև, որոնք այս բոլոր կանոնները լսելով պիտի ասեն. իրապես այս մեծ ազգը իմաստուն եւ խելացի ժողովուրդ մնե։ Արտարև որ մեծ ազգին աստվածները իրեն այնքան մոտ են, որքան մեր Աստվածը Եհովան մեզի մոտ է, երբ ամեն բանի համար զինք կգանչենք, եւ որ մեծ ազգը արդար կանոններ ու թադավճիրներ ունի այս ամբողջ օրենքի նման, որ այսօր ծեր առջև գտնեմ։ Միայն թե զգուշացիր դու քեզի, շատ ուշադիր եղիր քո անձիդ, որ աչքերուդ դեսած բաները չմոռնաս, եւ կյանքիդ բոլոր օրերու մեջ քու սիրտդ չհերանան, այլ զանոնք սորվեցնես որդիներուդ ու որդիներուդ որդիներուն։ Այն օրը, երբ դիրոջ քո Աստուծույթ առջև գայնած էիր քորեփի մեջ, դերը ինձ ասավ. համախմբե ինձի ժողովուրդը, իմ խոսքերս լսել պիտի դամանոնց, որբեսի սորվին ինձ մե վախնալ, որքան ժամանակ որ երկրակունդի վրա ապրին եւ իրենց որդիներունալ սորվեցնեն։ Դուք մոդենալով լերան ըստորոդը գայնեցաք, երբ լերը մինչև երգին գրագով գբարեր խավարով, ամբով ու մարախուղով ծածկված։ Դերը գրագին մեջ են ցեզի խոսեցավ։ Դուք անոր խոսքերուն ցայնը լսեցիք, բայց ոչ մեկ երբարանք տեսաք, միայն ցայնը լսեցիք։ Իր ուխտը 10 բադվիրանները ցեզի բացատրեց, հրամայելով, որ զանոնք կործատրեք եւ զանոնք երկու քարե դախտակի վրա քրեց։ Այդ ադեն դերը ինձի բադվիրեց, որ ցեզի կանոններ ու թադավճիրներ սորվեցնեմ, որբեսի զանոնք կործատրեք այն երկրի մեջ, ուր պիտի անցնիք անոր դիրանալու համար։ Գրաբաշխության թեմ զգուշացում։ Քանի ոչ մեկ երբարանք տեսակ այն օրը, երբ դերը ցեզի խոսեցավ քորեփ լերը գրագին մեջ են, շատ ուշադիր եղեք ծեր անձերուն, որ չաբագանիք ցեզի շինելով գուրկը որևէ բանի երբարանքը, արուիմը կամ էքիմը երբարը, երկրի վրա եղող որևէ անասունիմը երբարը, երկնքի մեջ թրջող որևէ թևավոր թռչնասկիմը երբարը, քեդինի վրա շարժող որևէ սողունիմը երբարը, երկրի դակ ճուրերու մեջ եղող որևէ ցուգիմը երբարը, նաև աչքերդ երկինք չվերցնես եւ արևը լուսինը աստղերն ու երկնքի ամբողջ զարտը տեսնելով չմղվիս անոնց երկրբակել եւ զանոնք բաշտել։ Արտարև դերը քո Աստվածդ զանոնք բաժին տվավ ամբողջ երկնքի տակ եղող բոլոր ժողովուրդերուն, բայց դերը ցեզ արավ ու ցեզ երկաթի քուրայեն Եգիպտոսեն հանեց, որբեսի իրեն սեփական ժողովուրդը լակ, ինչպես այսօր եղած եք։ Դերը ծեր բաժարով ինձի թեմ բարգանալով երթում ըրավ, որ հորտանանեն չանցնիմ եւ չմտնեմ այն լավ երգիրը, որ դերը քո Աստվածդ գուտա իբր ժառանգություն։ Ուրեմն ես այս երկրի մեջ պիտի մեռնիմ ու հորտանանեն պիտի չանցնիմ, բայց դուք պիտի անցնիք եւ այդ լավ երկրին պիտի դիրանաք։ Զգուշացեք, որ դիրոջ ծեր Աստուծույն ցեզի հետ գնկած ուխտը չմոռնաք ու ցեզի չշինեք գուրկը որևէ բանի մը երբարանքը, որ դերը քո Աստվածդ քեզի արգիլեց, քանի որ դերը քո Աստվածդ ըսպարող գրագ է, ամ նախանցախնդիր Աստված է։ Երբ դուք
որդիներ ու որդիներու որդիներ ծնանիք, եւ այդ երկրի մեջ երկար ժամանակ փնագիք, եթե աբագանիք շինելով գուրկը որևէ բանի մը գերբարանքը, ու դիրոջ ծեր աստուծույն արչև չարիք գործեք եւ զայն քրքրեք, այսօր երկինքն ու երգիրը ցեզիթեմ վգա կգանչեմ, թե դուք անբաժար շուտով պիտի գործվիք այն երկրեն, որում պիտի դիրանաք հորտանանեն անցնելով։ Անոր մեջ ծեր օրերը երկար պիտի չլան, այլ բոլորովին պիտի փնաչնչվիք։ Դերը ցեզ ժողովուրդներու մեջ պիտի ծրվե։ Նաեւ սագավաթի պիտի մնաք այն ազգերու մեջ, ուր դերը ցեզ պիտի դանի։ Հոմ մարդու ցերկով շինված քարե ու փայդի աստվածներ պիտի ճաշտեք, որ ոչ կտեսնեն, ոչ կլսեն, ոչ կուդեն, ոչ ալ գոհոդոդան։ Նաեւ հոն դերը քո աստվածդ պիտի փնտրես, ու եթե զայն ամբողջ սիրտովդ եւ ամբողջ անձովդ փնտրես, պիտի գտնես։ Եվ դակնաբի մեջ լաս ու վերջին օրերը այս բոլոր բաները քեզի բադահին, դիրոջ քո աստուծույթ պիտի վերադառնաս եւ անոր խոսքը մտիկ պիտի անես, որովհետեւ դերը քո աստվածդ քթած աստվածը լալով քեզի երեսի վրա պիտի չթողու ու քեզ պիտի չփնաչնչե եւ քո հայրերուդ ուխտը պիտի չմոռնա, որուն համար երթում ըրա ձեր անոնց։ Հարցուր այժմ քեզ մի առաջ եղած նախկին օրերու մասին, թե այն օրեն ի վեր, երբ Աստված մարդը երկրի վրա ստեղծեց, արդյոք սա մեծ բանին պես եղած է երկնքի մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը, կամ անոր նմանը լսված է։ Արդյոք ժողովուրդը գրագին մեջ են խոսող Աստուծո ցայնը քու լստածիդ պես լսեր ու ողջ մնացեր է։ Կամ թե Աստված փորձեր է կալ իրեն առնել ազգը ուրիշ ազգի մեջ են փորձություններով, նշաններով, հրաշքներով, բادرազմով, ուժեղ ցերկով, երկարած բազուկով եւ մեծ արհավիրներով, ինչպես դերը ծեր Աստվածը Եգիպտոսի մեջ ցեզի համար այս բոլոր բաները հրավ ծեր աչքերուն առջև։ Ասիկա քեզի ցույց տրվեցավ, որովհետեւ գիտնաս, թե Եհովան է միակ Աստվածը, իր մեզատ ուրիշ մը չկա, քեզ խրադելու համար իր ցայնը երկինքեն լսել տվավ քեզի, ու երկրի վրա իր մեծ գրագը ցույց տվավ քեզի, եւ անոր խոսքերը գրագին մեջ են լսեցիր։ Քո հայրերը սիրելուն համար անոնց մե յետք անոնց զարմը ընդրեց, ու մեծ կարողությամբ քեզ Եգիպտոսեն հանեց իր ներկայությամբ, որբեսի քեզ մե մեծ եւ հզոր ազգեր վդարի արչեվետ, ու դանի քեզ անոնց երգիրը զայն դալու քեզի իբր ժառանգություն, ինչպես այսօր ժառանգած ես։ Ուրեմն քիծիր այսօր ու մտածե թե վերը երկինքի մեջ եւ վարը երկրի վրա Եհովան է միակ Աստվածը, ուրիշ մը չկա։ Բահե անոր կանոններն ու բադվիրանները, որոնք այսօր քեզի կհրամայեմ, որբեսի բարի կլա քեզի եւ քեզ մե յետ քու որդիներուդ, նաեւ օրերդ երկարը լան այն երկրի մեջ, որ դերը քու Աստվածդ քեզի գուտա ընդմիշտ։ Հորտանանի արևելյան գողմի Աբաստանի քաղաքները։ Այնադեր Մովսես 3 քաղաք նշանակեց Հորտանանի այս կողմը դեպի արևելք, որբեսի անկիդակցաբար իր ընկերը սպանող, բայց առաջվնե զայն չադող մարդասպանը հոմ փախչի, ու այդ քաղաքներեն մեկու մեջ փախչելով ողջ մնա։ Ռուբենյաններուն համար փոսորը զատեց, Անաբադը Լեռնատաշտի երկրի մեջ, Քաթյաններուն համար Խաղաղաթի մեջ Ռամովթը, իսկ Մանասյաններուն համար Փասանի մեջ Քովղանը։ Նախապատրաստություն Աստուծո օրենքներու հաղորդումին։ Ահավասիկ այն օրենքը, որ Մովսես Իսրայելի որդիներուն ներկայացուց։ Ահավասիկ այն վկայությունները, կանոններն ու թադավճիրները, որ Մովսես Իսրայելի որդիներուն հաղորդեց անոնց Եգիպտոսեն ելած ադենը, Հորտանանի այս կողմը, Հովիդին մեջ, Փեթփեովրի թիմաց, Եսեպոն փնագող ամոր հացներու Սեհոն թագավորին երկրի մեջ, որ Մովսես ու Իսրայելի որդիները զարգին իրենց Եգիպտոսեն ելած ադենը եւ դիրացան անոր երկրին ու Փասանի ով թագավորին երկրին, այսինքն Հորտանանի այս կողմը դեպի արևելք փնագող ամորհացիներու երկու թագավորներուն երկիրներուն, Արնոն վդագին եզերք եղող Արոերեն մինչև Սիոն լերը, որ Հերմոն կգոչվի, եւ Հորտանանի այս կողմը դեպի արևելք եղող ամբողջ դաշտին մինչև դաշտին ծովը Ասեթովթ Փասկայի ըստորոդը։ Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։